Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտոնյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 1-ն է 2026 թվական։ Մինչև աշխարհաքաղաքական տարածաշրջանային ներպետական թեմաներին անդրադառնալը մի կարճ անդրադարձ կատարեմ, ուրեմն հիշում եք, որ ձեզ ներկայացրեցի, որ դեռ ապրիլ ամսին Արա Պապյանից դատի էր տվել և պահանջում էր հերքում, որ իրան ասել եմ ծախվել ես, և մեկ էլ պահանջում էր 6 միլիոն դրամ։ Ինչու եմ հատուկ ամսաթիվը նշում, ապրիլի 13, դե այդ ընթացքում դատարանը մի երկու անգամ հետ է ուղարկել, հայցի մեջ թերություններ լինելու պատճառով, համառորեն շարունակել է ուղարկել և վերջապես արդեն հունիսի 30-ով Երևան քաղաքի առաքելության ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանից ինձ հայտնում են, որ գործը ընդունվել է վարույթ։ Թե ինչ, ճիշտն ասած այնքան անհետաքրքիր են իրանք, որ նույնիսկ չի էլ ցանկանա անդրադառնամ, բայց եթե չանդրադառնայի, հետո իրանք անդրադառնային, կասեին ինչի է հանրությունից թաքցնում, որ դատի են տվել և գործը մտել է վարույթ։ Կարճ ասեմ, իրավաբանների հետ կխորհրդակցենք, եթե մտնելու ենք հակընդդեմ հայցով կմտնենք, եթե չէ ուղղակի պատասխանենք, մոռացել են, որ մեղադրում էին, որ մենք ընտրություններին մասնակցում ենք, ձայն ենք փոշիացնելու, բան չենք մասնակցում, այն դեպքում, երբ որ մասնակցելով 4 արևմտամետ ուժերից 3-ը, որ Նիկոլ Փաշինյանին էին սատարում, մեկն էլ ասում էր, որ Սամվել Կարապետյանն է փրկությունը, իրանք 4-ը իրար հետ ավելի քիչ ձայն ստացան, քան Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, և այդ այնքան ստացած ձայնը բավարար է, որ պետությունը տալիս է կարգավիճակ, ասում է այդքան ձայն ստացածը արդեն նշանակում է դա լուրջ թիվ է, որի համար պետությունը բյուջեի հաշվին մարդուն վճարում է, որպեսզի նա կարողանա այդ կուսակցությունը զարգացնել, այդ կուսակցությունը գոյատևել, այսինքն դա ապագայի համար դիտարկվում է որպես կուսակցություն, դա անձնավորված չի կոնկրետ այս կուսակցությունը կամ այն, ով կհաղթահարի 2%-ը, նա ունի պետության կողմից կարգավիճակ, և այդ կարգավիճակը այսօրվա իշխանությունը չի որ սահմանել է, այլ նախկինում դա եղել է և այնպես որ դա նորություն չէ։ Ուզում եմ ասեմ, բա հիմա ով էր ձայն փոշիացնում, երբ որ իրանք մասնակցեցին ընտրությանը, քանի տոկոս հավաքեցին։ Դե նույնիսկ իմաստ չեմ տեսնում շարունակել, որովհետև ես որ իմանայի այդքան անլուրջ են, ես նույնիսկ չէի էլ իր խոսքին անդրադառնա, որ միտեղ Հայաստանի Շնորհապետական կուսակցության ղեկավարը կամ մի բան գրենք, նույնիսկ եթե Սարի ծերին գրենք, բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր այս Սարի ծերին ենք, ձնի վրա գրենք բարև ձեզ, հաջորդ օրը կբարձրանա Սարի ծերը, Արա Պապյանն կամ նրա նման մեկը կգնան տակը մի հատ կոմենտ կգրեն, էլի, որ այնքան մի հատ կպնեն, այնքան դա արդեն ծիծաղելի, որ արդեն նույնիսկ ես ասում եմ, եթե իմանայի այս մակարդակն է, նույնիսկ չէի էլ անդրադառնա, ուղղակի ձեզ տեղեկացնում եմ, որ պրոցեսը շարունակվում է, մարդը ցանկանում է անպայման ինձ վնասված լինի, ես 6 միլիոն դրամ վճարեմ այն բանի համար, որ իրանք մասնակցել են ընտրության, որ իրանք ձայն են փոշիացրել, որ կանգնել են, պաշտպանել են, ասել են Սամվել Կարապետյանն է նախապատվությունը, և այդքանից հետո մեր դեմ աշխատել են, այդքանից հետո մի բան էլ ես պետք է 6 միլիոն վճարեմ, դե լավ, ոչինչ, հիմա ընթացքում եթե ինչ-որ հարց առաջանա կանդրադառնամ, բայց կարծում եմ այսքանը բավարար, մնացածը արդեն կտեսնենք, երբ այդ մասին առիթ կլինի ձեզ ներկայացնելու կխոսենք։ Հիմա նայենք, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահու, թույլ տվեք ձեզ մի բան ասել, պատերազմը երբեք չի ավարտվում, ցանկանում եք ապրել, Մերձավոր Արևելքում և աշխարհում դուք պետք է շատ ուժեղ լինեք, մենք շատ ուժեղ ենք, Իսրայելն ավելի ուժեղ է, քան երբևէ։ Չեմ կարծում, որ ինքը այդ իր ուժի պատճառով բոլոր քայլերը ճիշտ է արել, ցույց է տվել, կյանքը ցույց է տալիս, որ շատ դեպքերում չափը անցել է, որի պարագայում նաև կորցրել վստահությունը միջազգային հանրության մոտ, անգամ այն երկրների, որոնք բավական լոյալ են տրամադրված Իսրայելի հանդեպ, որոնք անգամ արդարացնում էին Իսրայելի վրա Համասի հարձակումը, որ ասում են նա ինքնապաշտպանության իրավունք ունի, բայց երբ որ տեսան շատ ոգևորված հարձակման անց է նաև խաղաղ բնակչության դեմ, արդեն իրանք էլ հետ քաշվեցին, հասկանալով, որ
պաշտպանելը խիստ դժվար կլինի։ Բայց մի բան, որ ասում եմ, որ այս տարածաշրջանում, իսկ մենք եթե ասում ենք Մերձավոր Արևելք, այնպես չի, որ խիստ աշխարհագրորեն տարանջատում ենք հարավային Կովկասը Մերձավոր Արևելքից, որովհետև այդ բոլոր խաղացողները միասին այդ նույն տարածքում խաղում են։ Իրանը շատ լավ էլ ներկայացված է այնտեղ, Իսրայելը շատ լավ էլ ներկայացված է այս կողմի վրա, Ադրբեջանի հետ իր պայմանավորվածություններով ու խաղերով, մի խոսքով, այսինքն նույնը Թուրքիան, որ ցանկացած քայլ որ տեղի ունենում, ասում է ես պետքա մասնակիցը լինեն, դա եւ գազային էր վերաբերվում եւ մնացածին, այսինքն արդյունքում ստացվում է, որ ինքը մի բան այնուամենայնիվ ճիշտ է ասում, որ այս այն տարածաշրջանը չի, որ խաղաղության սրտիկն առնես ու ընկնես քուչեքը։ Այս այն տարածաշրջանն է, որ միշտ պետքա պատրաստ լինես պատերազմի։ Համենայն դեպս գոնե քո հասարակությունը պետք է բարոյալքված չլինի։ Ամեն օր է Իսրայելը խնդրեմ ունենում։ Այդ քանի ազատ հանգիստ օր է Իսրայելն ունեցել, անգամ պետությունը ճանաչելուց սկսած մինչև այսօր անընդհատ քանի անգամ պատերազմներ կամ լարվածություններ, ահաբեկչական գործողություններ եւ այլ եւ այլ։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ այո, ինչ վերաբերվում է պատերազմը երբեք չի ավարտվում արտահայտությանը, դա վերաբերվում է նաև մեզ։ Մենք կարող է ասենք, մենք համարում ենք ավարտված, Արցախի թեման համարում ենք փակված, բայց դրանից մենք տեսնում ենք, որ մեր նկատմամբ պահանջները դրանից չեն պակասում։ Իսկ եթե ժողովրդին տրամադրում ես խաղաղության, այդ ընթացքում հակառակորդը իր ժողովրդին տրամադրում է ագրեսիայի, նա մտածում է, որ բավական է որևէ քայլ էլի, այս ժողովուրդը դիմադրող չի։ Եթե իմանա, որ ժողովուրդը դիմադրող է եւ իմանա, որ ժողովուրդը անգամ իշխանությունից պահանջելու է մարտական ոգի ունենալ ու պահել, այդ ժամանակ Ալիևն էլ հիմար չի, որ մտածի Հայաստանի տարածքի վրա հարձակվի, բա որ հանկարծ հաջողություն չունենա։ Հաջողություն չունենալու պատճառում երկրի ներսում առաջանալ լարվածություն, որի արդյունքում որոշ ուժեր ուղղակի իրան կհանգեցանեն։ Եվ դա իսկ ինչի համար ինքը պետությունը դարձել է թագավորություն, հորից ստացել է, հիմա էլ կտա իր ժառանգին։ Ինչի պետք է ինքը ռիսկի դիմի։ Մի դեպքում կարա ինքը համարի, որ դա ռիսկ չկա, որ ինքը իմանա, որ մեր ժողովուրդը չի դիմադրելու, իսկ մեր իշխանություններն էլ խաղալու են իր թիմից։ Այնպես որ Նեթանյահուի ասածը մենակ չընդունենք զուտ Իսրայելին վերաբերվող, դա գնահատական է, որ մենք պետք է հասկանանք, որ մեր տարածաշրջանում առավոտից իրիկու խաղաղություն քարոզելը դա ավելի շատ ախորժակ է բացում, որ այս պետությունը ընդհանրապես դիմադրողականություն չունի։ Ժողովուրդ ջան, հանգիստ կարող եք պահանջներ ներկայացնել։ Իսկ հիմա նայենք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան ինչ է ասում, մենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրին ուղղված զրպարտությանը։ Մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն, կոտորածներ, ճնշումներ եւ գաղութատիրություն։ Այն որ Հայաստանի վարչապետը շատ նենց զուսպ ձևով պետք է արձագանքեր, անգամ մի հատ էլ գիտաֆանտաստիկ բառ օգտագործեր, թե ինչով էր դա փորձում բացատրել, թե ինչ կապ ունի Իսրայելը ճանաչում է Թուրքիայի ցեղասպանությունը, մենք ինչ ենք զենքայնացնում, էլի դա մեր հետ ինչ կապ ունի, զենքն առել էին գնացել էին կռվելու, թե Իսրայելն է զենքայնացնում դա, ճանաչել է ցեղասպանության, ինչով է դա այդպես, դե դա պարզ է, մենք ավելին չէինք էլ սպասում, բայց հարցն ուրիշ է։ Ավելին չէինք սպասում պետության կողմից, բայց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ասում է, որ մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն։ Հիմա մենք համաձայն ենք իր հետ, իր պատմությունը ցեղասպանություն չի պարունակում։ Նիկոլ Փաշինյան, բա ասում էր, բա մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությանը, բա ասում եք ապրիլի 24-ին չի բացվելու Ծիծեռնակաբերդը, տեսակ, արեցինք, էս արինք, են արինք։ Արդյունքում ընդունում եք, որ ցեղասպանություն եղել է։ Այս մարդն ասում է, մեր պատմության մեջ ցեղասպանություն չկա։ Հիմա ինքը դա ժխտում է։ Հիմա մենք համաձայն ենք իր հետ։ Այն որ պետական մակարդակով Էրդողանին չեք քննադատի, հասկացանք։ Բայց համաձայն ենք դրա հետ։ Կոտորածներ էլ չի եղել իր պատմության մեջ։ Ճնշումներ էլ չի եղել, գաղութատիրություն էլ չի եղել։ Ժողովուրդ, ընդհանրապես այս մարդը դրանց թազա պատմություն է գնում իր համար։ Բա դուք ինչ գործ ունեիք այս տարածքում, որտեղից եք եկել ձիով տգդին, որ չի եղել գաղութատիրություն,
Չեք ճնշումներ չի եղել, կոտորած չի եղել, ցեղասպանություն չի եղել։ Այս տարածքը որտեղից ես։ Ձեզանից առաջ ձերներ։ Դուք որտեղ էիք։ Այսինքն մենք սրա պատասխանն էլ չենք տալու։ Ակնհայտ ձևով այս պատմությունը կեղծելու պետական մակարդակով չի տրվում, հասկացանք, բայց ոչ պետական մակարդակով։ Այս պետությունը հավակնում է Եվրամիության անդամը, ասում են դու տուն թողելու բան չես։ Այս պետությունը հավակնում է Եվրոպայի անվտանգության անդամ լինի։ Էդ էլ է խնդիր նաև Եվրոպայի համար։ Այո, կուզենան, որ Թուրքիան իրանց օգնի, բայց չեն ուզենա, որ ինքը լրջագույն դերակատարություն ստանձնի Եվրամիության երկրների հարցում, եվրոպական կառույցների հարցում։ Դա կարող են համարել բավական վտանգավոր։ Հիմա նայենք ինչա կատարվում աշխարհում, դե ընտրությունների թեմայի հետ կապված շատ բան չունենք խոսելու, սպասենք տեսնենք սահմանադրական դատարանն ինչ է ասում, ըստ այնու մենք կտեսնենք մեր անելիքը դրա ուղղությամբ, եւ ինչն է այստեղ հարցը, որ եթե անվավեր ճանաչի, հասկացանք, նոր process, նոր ընտրություններ։ Եթե անվավեր չճանաչեց, անկախ նայից մանդատ կվերցնեն, թե չէ, դա անարդյունավետ քաղաքականություն է լինելու խորհրդարանում եւ ընդհանրապես որևէ սպասելիք այդ մարդկանցից ուղղակի չկա։ Նշանակում է մենք պետք է մտածենք, որ այս առիթով էլ, եթե իշխանությունները թեքվում են դեպի Ռուսաստան, իսկ ակնհայտորեն հարց է առաջանում, որ փորձելու են հարաբերությունները կարգավորեն, որտեղ մինչև Ռուսաստան գնալը արդեն Փաշինյանն էլ էկոնոմիկայի նախարարն էլ հիմնավորեցին, որ այո, մեր ապրանքն է անորակ, ռուսները մեղավոր չեն, սա քաղաքական ճնշում չի, այսպիսի արդարացում Ռուսաստանի արածին շատ դժվար է պատկերացնել, թե որևէ մեկը դա կաներ, բայց դե դա հասկանում եք, հիմա դուք պատկերացրեք այս մարտահրավերները եւ այս խորհրդարանը ինչ է անելու, ինչով են զբաղվելու։ Երբ որ ի սկզբանե ասում են լավ կլինի ընդդիմությունը չգա, որովհետև գալու է ծեծուտի։ Պատկերացնում եք, այսինքն էս է, խորհրդարանը ընդդիմության կարիքը չունեն։ Էնպես չի, որ այդ ընդդիմության կարիքը ժողովուրդն ունի, ակնհայտ է, որ չունի, որովհետև նույնիսկ այն մարդիկ, ովքեր քվեարկել են մի մասը փողի դիմաց, մի մասը կարծելով, որ իրանք Նիկոլ Փաշինյանից փրկելու են, այդ մարդիկ էլ են շատ լավ հիասթափված, որովհետև հասկացան, այս մարդիկ Փաշինյանին տուն չուղարկին, ընդհակառակը մասնակցեցին, որ ուրիշ ուժեր խորհրդարան չգան։ Այնպես որ նրանք աջակցություն չունեն նույնիսկ իրանց ձայն տվածների մոտ։ Բայց հիմա էս է վիճակը։ Դրա համար ժողովուրդ ջան, քանի որ process-ները արժևում է ոչ մեկը չգիտի արտահերթ ընտրություն կլինի թե չի կամ երբ կլինի դա, այնպես չի որ պետքա մտածել, այո, պետքա միշտ մտածել հաջորդ ընտրության մասին, բայց միշտ պատրաստ լինել արտահերթ ցանկացած գործընթացի։ Կսկսի կլինի դա արտահերթ ընտրություններ, թե արտահերթ process-ներ, որ ժողովուրդը կարող է ինչ-որ բանից դժգոհ մնա, տեսնի, որ այս խորհրդարանը հասարակական տրամադրություններ չի արտահայտում եւ դուրս գա փողոց, պայքարի եւ այլ եւ այլ։ Համենայն դեպս ոչ մի բան չի կարելի բացառել եւ մենք ուշադիր կլինենք այդ ուղղությամբ, դրա համար ասեմ նաեւ սկզբից, մինչեւ որ հետո կհասնենք մյուս նյութերի մասին խոսենք, որ եթե հավանում եք սեղ 1 լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղ 1 զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ փորձեք տարածել, այսօր որովհետև տեսնում ենք, որ մենք շատ մեծ ռեսուրսներ չունենք, եւ շատ դեպքերում նաեւ մեր խնդիրն առաջացավ, որ շատերի կողմից ճանաչված չէինք, եւ դա էր պատճառը, որ մարդիկ տեղյակ չէին, որպեսզի իմանան նման ուժ մասնակցում ընտրություններին, որպեսզի ընտրություն կատարեին։ Դա ցույց տվեց նաեւ, այնտեղ որտեղ եղել ենք, մարդկանց հետ շփվել ենք, բայց ֆիզիկապես հնարավոր չէր բոլոր մարզային բնակավայրերում լինել, եւ հասկանալի է պատճառը, այդպիսի ռեսուրս կամ ժամանակային եւ ֆինանսական մեկ այդ հնարավորությունը չենք ունեցել, բայց հիմա մենք պետքա փորձենք ձեր աջակցությամբ այս պակասը լրացնելու։ Դրա համար մաքսիմալ տարածեք ձեր մոդիկներին, ասեք ինչքան էլ հիասթափված ելնեք այս արդյունքներից, կյանքը շարունակվում է, եթե նախորդ անգամ հիասթափվելուց հետո մի կողմ չքաշվեիք, այսօր մենք կունենայինք այլ վիճակ։ Հիմա էլ հիասթափվեք մի կողմ քաշվեք, վաղն ենք ունենալու այդ վիճակը։ Դրա համար, եթե նրանք էլ ովքեր ցանկություն կունենան իրենց աջակցությունը ցուցաբերել ֆինանսական, կարող են նյութի նկարագրական մասում նաև եւ բանկային փոխանցման տարբերակ եւ
արագ փոխանցման եւ քարտային փոխանցման եւ Իդրամ, PayPal, Patreon բոլոր հնարավոր տարբերակները։ Բանկային փոխանցումն էլ վերաբերում է բարեկեցիկ անվտանգ Հայաստան կազմակերպությանը, ոչ միայն կայքին, այլ նաև կազմակերպությանը հասարակական, որի նպատակն է այո ունենանք ժողովրդավար բարեկեցիկ անվտանգ Հայաստան եւ նաեւ Եվրամիության անդամակցության հետ կապված նպաստող քայլեր անենք, հանրությանը իրազեկենք ինչ է կատարվում եւ այնպես որ այդտեղ լուրջ գործեր ունենք անելու, մանավանդ տեսնում եք, որ մեր ռեսուրսները ինչքան սահմանափակ են այն մրցակիցների հետ, որ դուք տեսաք ինչա կատարվում։ Իշխանություն, որը ամբողջ վարչական ռեսուրսն ուներ, մասնակից բոլորի չափ ավել գումար ծախսեց մենակ քաղաքացիական պայմանագիր նախընտրական կամպանիայի վրա։ Դուք պատկերացրեք ինչի մասին է խոսքը, էլի։ Իսկ կուսակցության հետ կապված էլ կապ հաստատեք Գուրգեն Սիմոնյանի հետ, գրասենյակի հետ եւ տեսեք կազմակերպական հարցերից սկսած անդամակցությունից մինչեւ աջակցություն ֆինանսական այդ բոլոր հարցերը տեղում իրանց հետ ճշտեք, որովհետեւ անելիքներ շատ կան։ Հիմա անցնենք առաջ, տեսնենք։ Քաթարի արտգործնախարարությունը հայտարարել է, որ երկրի վարչապետ եւ արտգործնախարար Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլրահման բին Ջասիմ Ալ-Թանին հանդիպել է ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ, քննարկելու ԱՄՆ-Իրան բանակցությունները եւ տարածաշրջանային զարգացումները։ Հայտարարության համաձայն քննարկվել են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների վերջին զարգացումները, երկու կողմերի միջև փոխըմբռնման հուշագրի շրջանակում, ինչպես նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման ջանքերը։ Երկխոսության եւ դիվանագիտության միջոցով անդրադարձ է եղել նաեւ Լիբանանում հրադադարի ռեժիմին, ընդգծվել է դրա կայունացման եւ զարգացման կարեւորությունը, Լիբանանի միասնությունը, ինքնիշխանությունը եւ կայունությունը պահպանելու համար, հայտնել է նախարարությունը։ Այսօր տեղի են ունենալու նաեւ Իրանի ու Քաթարի բանակցությունները։ Կողմերը քննարկելու են Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև կնքված համաձայնագրի իրականացումը, ինչպես նաեւ դրա սառեցված ակտիվները, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայել Բաղայի։ Բայց այս հանդիպումներից դժգոհ է Ամերիկան, տեսեք, Իրանը մերժեց ուղիղ բանակցություններ, որովհետև ինքը դժգոհ է պայմանները կատարելուց ուղիղ բանակցությունները մերժեց։ Եվ աշխատանքային խումբը ընդամենը աշխատում։ Եվ ուղիղ բանակցություն նաև Կատարում տեղի չունեցավ։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնիսկ այս անուղղակի հանդիպումները եւ աշխատանքային խմբի հանդիպումները ուզմացույց տա որպես բարձր մակարդակի հանդիպում, որը տեղի չի ունեցել, որտեղ անընդհատ Ամերիկան դրա մասին է խոսում։ Հիմա այս դրա համար այսքան երկար է կարդացի, որ պատկերացնեք Կատարում ինչա կատարվել։ Այս Իսկ հիմա դրա հետ կապված ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենս զարմանալի եւ նյարդայնացնող այն է, որ նրանք ասում են ոչ, այս պահին խաղաղության բանակցություններ չեն ընթանում, բայց միևնույն ժամանակ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ընթանում են տեխնիկական բանակցություններ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Սա Իրանի բանակցային մարտավարությունն է, որը ես պարզապես չեմ հասկանում։ Բայց ինչ կա չհասկանալ, այսինքն բա դուք ասում եք Իրանն է խնդրում, որ հանդիպենք։ Բա մենք էլ չենք հասկանում։ Ասում եք Իրանը խնդրում է հանդիպեք, հիմա ասում եք Իրանը չի խնդրում հանդիպելու։ Իրանը ուղիղ բանակցությունից հրաժարվում է։ Իրանը աշխատանքային խմբին է մենակ մասնակցում, այն էլ անուղղակի։ Բա դուք ասում եք բանա Թրամփը չէր ասում իրանք են խնդրում։ Եվ սա ինչի համար։ Իրանք իրար հետ համաձայնության ինչ կարգով կգան, ինչ ձևով կգան, դրանից կախված է նաև տարածաշրջանում իրավիճակը, որը ուղղակիորեն առնչվում է նաև մեզ։ Դրա համար մենք չենք կարող նրբություններն անգամ հաշվի չառնել, ինչ է հնչում Միացյալ Նահանգներից, ինչ է հնչում Իրանից, եւ իրականում ինչա տեղի ունենում։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ Իդեպ ինքը պատվիրակության իրանական կողմի պատվիրակության ղեկավարն էր Իսլամաբադում, Պակիստան։ Մենք Պարսից ծոցում վերջին մի քանի գիշերների իրադարձությունները դիտարկում ենք որպես հրադադարի խախտում, երբ որ Ամերիկան հարվածներ հասցրեց։ Վերջին հրադադարի խախտման ժամանակ թիրախավորվել են Բահրեյնում եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաները։ Այս էլ պատասխան հարվածը, որ իրանք հասցրեցին։ Այս գործընթացը ցույց է տալիս, որ մենք լուրջ ենք վերաբերվում հուշագրի իրականացմանը, մենք երկխոսության մեջ ենք եւ եթե ԱՄՆ-ն հրաժարվի կատարել բանակցությունների շրջանակներում ստանձնած
պարտավորությունները մենք պատրաստ ենք պատերազմի։ Այս աղերսող Իրանի կարծիքա ժողովուրդ ջան։ Բայց դրա համար մտահոգված ենք, ասում ենք լավ, բա մեր տարածաշրջանում ինչ է ալնելու։ Եթե Ամերիկան ու Իրանը համաձայնության չեկան, եթե ամեն օր խոսք է գնում պատերազմը վերսկսելու մասին, Ամերիկան ասում է, Իսրայելն ասում է, Իրանը հակադարձում է։ Եվ անընդհատ Ամերիկան ասում է, իրանք ցանկանում են բանակցություն, Իրանն ասում է, ոչ, մենք դեմ ենք, մենք մեր պայմաններն ենք դնում, նախապայմաններն ենք դնում։ Իդեպ ամենանախագահ Դոնալդ Թրամփը երեկ էլ ինչ էր ասել, կոմունիզմը մեր երկրի համար ամենամեծ սպառնալիքն է առաջին համաշխարհային պատերազմից, երկրորդ համաշխարհային պատերազմից, Փերլ Հարբորից կամ սեպտեմբերի 11-ից ի վեր։ Ճիշտ է, չգիտեմ ինչ առիթով է ասել ժողովուրդ ջան, բայց այսօր կոմունիստների թեման հիշելու եւ դա որպես չարիք ներկայացնելու իմաստը ո՞րն է։ Այդ ինչ սպառնալիք է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար կոմունիզմը։ Այս որ թվի մեջ է մնացել այս մարդը։ Այս ինչքան առաջ չի գնացել։ Այս մանկության տարիներն է հիշել, որ այն ժամանակ կոմունիզմի դեմ պայքար էր շատ լուրջ ձևով, որ ամենամեծ չարիքը դա է եւ այլ եւ այլ։ Հիմա իրոք դա այդտեղ չարիք է։ Կամ այս մարդը, որ այսքան խառն է աշխարհի խնդիրներով։ Իր միակ խնդրեմը փաստորեն բոլորից վեր խնդրեմը կոմունիզմն է, բայց դրա համար ենք մտածում, որ եթե ինքը adekvat չի, բա մենք ինչ ենք ակնկալում այս մոլորակի հետ կապված։ ԱՄՆ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի ԱՄՆ տարածքում ծնվածների քաղաքացիության սահմանափակման մասին հրամանագիրը։ Դատարանի որոշմամբ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար, այդ թվում անօրինական ներգաղթյալների և ժամանակավոր վիզա ունեցողների համար։ Դոնալդ Թրամփը նման կարգադրություն էր արել, որից հետո դատարանը որոշեց, որ ինքը լիազորությունը գերազանցել է, որպես գործադիր իշխանության ղեկավար ինքը չուներ այդպիսի լիազորություն, որպեսզի դրանով սահմանափակեր։ Բայց խնդիրն այդքան դա չի հիմա, ասենք ինքը մի բան որոշել է սահմանափակի, դատարանն էլ դա չեղարկել է։ Հարցը նա է, որ ինքը չի հանգստանում այդ թեմայից եւ շարունակում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ Կոնգրեսը պետք է հենց այսօր սկսի աշխատանքը վերջ դնելու ծննդյան հիմքով քաղաքացիություն տրամադրելու պրակտիկային։ Նրանք կունենան իմ լիակատար եւ անվերապահ աջակցությունը։ Բայց եթե դատարանը սահմանափակում է Դոնալդ Թրամփի լիազորությունները, որ դու իրավունք չունես այդ սահմանափակումը կիրառես, որպեսի մարդիկ ծնվելու իրավունքով ստանան քաղաքացիություն, անմիջապես մարդիկ հասկանում են, որ դա վերաբերվում է սահմանադրության 14-րդ փոփոխությանը, որը ուժի մեջ է մտել 1868 թվականին։ Բայց երբ որ Դոնալդ Թրամփն ասում է, որ այդ փոփոխությունը պետք է արագացնել, ես էլ աջակցում եմ։ Բա մի հատ չի նայես, սահմանադրական փոփոխություն պետք է անես։ Սահմանադրության մեջ պետք է փոփոխություն անես։ 14-րդ փոփոխությունը պետք է փոփոխություն անես այդտեղ։ Իսկ ինքը տեխնիկապես ո՞նց է պատկերացնում, որ հիմա ոգևորված էլ ասում է, հենց հիմա սկսեք այդ գործը, անվերապահ ձեզ աջակցում եմ։ Մարդիկ, ովքեր մի քիչ գոնե տեղյակ են Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրությունից, հասկանում են, որ սահմանադրական փոփոխության համար պետք է կոնգրեսի որոշումը, դրական եզրակացությունը, երկու պալատների, սենատի եւ ներկայացուցիչների պալատի։ Այն դեպքում, երբ որ քվեարկության դեպքում պետք է ունենալ 2/3, քվեարկությունը պետք է լինի 2/3-ով։ Դա լինելուց հետո նոր Ամերիկայի Միացյալ Նահանգների 50 նահանգներից գոնե 3/4-ը պետք է իրենց օրենսդրական կառույցով դրան համաձայնություն տան։ 50 նահանգների 3/4-ը։ Դոնալդ Թրամփը ընդհանրապես տեխնիկապես պատկերացնում է, սենց հափշտապ այդ հարցը փոխելը, ինչպես է անելու եւ ոնց է ինքը աջակցելու, երբ որ չգիտի նոյեմբերի 3-ի ընտրությունների հետ կապված, երբ որ կոնգրեսի ընտրություններն է լինելու, դե 2 տարին մեկ է լինում,
եւ մեկ է սենատի 1/3 ռոտացիան, որտեղ 6 տալին մեկ ա լինում, ինքը նույնիսկ չգիտի ինքը մեծամասնություն կունենա թե չէ, բայց նույնիսկ եթե մեծամասնություն էլ ունենա, ինքը 2/3 ունի, ինքը նույնիսկ կարող է մտածել, որ 3/4 նահանգների այդ որոշումը կկայացնեն, կամ դա այնքան հափշտապ ալնելու, որ իր անվերապահ աջակցության պարագայում դա տեղի է ունենալու ժողովուրդ ջան։ Եթե մի քիչ որն է տեղյակ ելներ սահմանադրական փոփոխությունների հետ կապված, կպատկերացներ, թե ինչ դժվարություններով է դա տեղի ունենում։ Ես 14-րդը, որ նշեցի 1868 թվական, բայց դրանից առաջ 13-րդը ինչ առիթով եղավ, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը գտնում էր, որ ստրկությունը պետք է Ամերիկայում օրենքով արգելել, դա ինչ առաջացեց, ստրկատիրական հարավի դժգոհություն, եւ հարցը լուծելը եղավ քաղաքացիական պատերազմով 1861-65 թվականներին։ 64 թվականի երկրորդ ժամկետը ընտրվեց Աբրահամ Լինկոլնը, բայց 65 թվականին իրան սպանեցին։ Իհարկե հասցրեց ինքը փաստաթղթերը ստորագրի, որի արդյունքում նաև տեղի ունեցավ արդեն իր մահվանից հետո արդեն օրինական ուժի մեջ մտավ 13-րդ հոդվածը, որով օրենքով ստրկատիրության վերացման հետ կապված, բայց ինչու համար եմ ես դա ասում, բայց չէ որ 1787 թվականի ընդունված սահմանադրության ժամանակ դեռ այդ ստրկատիրական կարգերը Ամերիկայում կան, այսինքն հենց արդեն դա փոխում է սահմանադրական փոփոխություն է արել, բայց ընթացակարգը միած չտեսավ, ինչքան է տևե, բայց չտեսավ 22-րդ ուղումը, երբ որ անում էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը 2 ժամկետից ավել չընտրվի, ինչքան երկար տևեց, մինչև դա ընդունվեց 47 թվականից մինչև 51 թվական սահմանադրական փոփոխություն էր տեղի ունենում, ինքը այդքան հեշտ է պատկերացնում այդ փոփոխությունը, դրա համար մի քիչ զարմացած եմ, որ ինքը պարզապես փորձում է սրանով ցույց տա, որ ինքը դեռ կարող է այդ փոփոխություններն անի, այսինքն դատարանը որ մերժել է, ոչինչ, ինքը դա իր հեղինակությունը կօգտագործի դա կանի, բայց հենց ինքը սկսի դա անել, իր հեղինակությունը ավելի կոտնահարվի, երբ որ պարզապես տեսնի, որ ինքը այդ հնարավորությունը պարզապես չունի։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո Ռուբիոն չի նախատեսում 2028 թվականի ընտրություններում հանրապետական կուսակցությունից առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու իր մտադրությունը հայտնի ԱՄՆ գործող փոխնախագահ J.D. Vance-ը։ Էս էլ նայենք, սես մեծահոգաբար Մարկո Ռուբիոն իր տեղը զիջում է J.D. Vance-ին, բայց նայենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրողը այդքան մեծ պատկերացում չունի ոչ պետքարտուղարի աշխատանքից, ոչ էլ փոխնախագահի, որովհետև փոխնախագահին թեպետ ներկայացնում են նույն պահանջները, ինչ որ ներկայացում են նախագահին, որովհետև նախագահի պաշտոնանկության ժամանակ հրաժարականի կամ մահվան ժամանակ նա ավտոմատ կերպով դառնում է նախագահ իր ամբողջ ծավալով լիազորությունները, այլ ոչ թե ընդամենը պաշտոնակատար, նշանակում է ցանկացած ընտրության ժամանակ պետք է մտածես, որ նա պոտենցիալ նախագահ է, այդ պահանջները ներկայացնես այդպիսին, բայց իրականում փոխնախագահի լիազորությունները բավական փոքր են, որպեսզի ամերիկացի ընտրողը նրան ճանաչելով, նրա վարած քաղաքականությունը տեսնելով, իդեմս նրա տեսնի հաջորդ նախագահ։ Պետքարտուղարն էլ հիմնականում զբաղվում է դրսի գործերով։ Շարքային ընտրողը պետքարտուղարի արած գործի նկատմամբ այդքան մեծ սպասելիքներ չունի։ Մի դեպքում կարող է ամերիկացի ընտրողի վրա լուրջ ազդեցություն ունենա փոխնախագահի եւ պետքարտուղարի արածը, եթե աշխարհաքաղաքական այնպիսի գլոբալ հարցերի լուծման մեջ իրանք այնպիսի դերակատարություն են ունեցել, որ Ամերիկայի ընտրողը ասենց ոգևորված ասում է մեր երկրի շահերից ելնելով, աշխարհի շահերից ելնելով, այդ մարդուն հնարավորություն տանք շարունակի իրանց ծրագիրը։ Դրա համար, երբ որ անգամ խոսում է Մարկո Ռուբիոն, որ տեղը զիջեմ J.D. Vance-ին, իսկ շատ դեպքեր գիտի, որ
փոխնախագահը դարձել է նախագահ անմիջապես հաջորդ ընտրություններով։ Ես չեմ խոսում այն դեպքերը, երբ որ փոխնախագահը դարձել է նախագահ, երբ որ նախագահը Ամերիկայի Միացյալ Նահանգների մի դեպք ա եղել, որ հրաժարական ա տվել Ռիչարդ Նիքսոնի ժամանակ, որ Ջերալդ Ֆորդը փոխնախագահ իրան փոխարինել է, մի քանի դեպքեր եղել են, որ սպանությունից հետո դարձել է փոխնախագահը նախագահ, ամենահայտնի դեպքերից մեկը Ուիլյամ Մակկինլիից հետո, որ եկավ Թեոդոր Ռուզվելտը, Ջոն Քենեդուց հետո եկավ Լինդոն Ջոնսոնը, հետո մեկ էլ ունեինք, բանը Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի 4 անգամ ընտրվելուց հետո, բայց ինքը մահացավ և Իրանից հետո պաշտոնը շարունակեց Հարի Տրումենը, դե ինքը 44 թվականին 4-րդ անգամ ընտրվեց, բայց 45 թվականի ապրիլի 12-ին մահացավ։ Այսինքն այդ կարգի դեպքերը եթե դնենք մի կողմ, ուղղակի նայենք քանի դեպք ա եղել, որի պարագայում անմիջապես, որովհետև խոսքը գնում է 28 թվականին, ոչ թե արտահերթի, որ Ջեյ Դի Վենսը դառնա, անմիջապես քանի դեպք ա եղել։ Եթե նայենք մի քանի, եթե հիմնադիր հայրերին նայենք, Ջորջ Վաշինգտոնի ժամանակ 1789-ից 97 2 ժամկետ, որ ընտրվել է, այդ ժամանակ փոխնախագահ Ջոն Ադամսն էր, որը եղավ հաջորդ նախագահը։ Վաշինգտոնի կաբինետում փոխնախագահ էր, դարձավ նախագահ 1797-ից 1801։ Այդ ժամանակ Թոմաս Ջեֆերսոնը, որը պետքարտուղար էր Վաշինգտոնի կաբինետում, հետո դարձավ փոխնախագահ Ջոն Ադամսի մոտ, դրանից հետո 1801-ից 1809 թվականին ինքը դարձավ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Մի հատ էլ 19-րդ դարում էլի ունենք, բայց ներկա ժամանակվա համար, որ ասենք 20-21-րդ դարերում դուք տենց դեպք ունեք, որ տենց խոսում եք, որ փոխնախագահը մեծ հնարավորություն ունի նախագահ դառնալու։ Ով ասե, որ պետքա կուսակցությունը հանրապետական ընտրի մեկին, որը պետք է շարունակի Տրամպի վարած քաղաքականությունը, իսկ դուք վստահ եք, որ հանրապետականներն ուզում են Տրամպի քաղաքականությունը վարեն։ Մի դեպք կարող ենք մենք ասել 20-21-րդ դարերի հետ կապված, որ երբ որ Ռոնալդ Ռեյգանը 2 ժամկետ ընտրվելուց հետո իր փոխնախագահը Ջորջ Բուշ ավագը դարձավ նախագահ 88-92 թվականին, որովհետև այնպիսի քաղաքականություն, որը վարում էր Ռոնալդ Ռեյգանը, ներպետական եւ արտաքին քաղաքականության դա համադրելով, երբ որ ինքը 1983 թվականի մարտին Մայամիում ելույթի ժամանակ ասեց խորհրդային միությունը չարիքի կայսրություն է եւ դրանից հետո խորհրդային միությունը 91 թվականին փլուզվեց, հիմնական բոլոր անելիքներն արեց Ռոնալդ Ռեյգանը, այդ ժամանակ էլ փոխնախագահ էր Ջորջ Բուշ ավագը, որից հետո իր օրոք արդեն Ջորջ Բուշ ավագի օրոք էլ փլուզվեց խորհրդային միությունը։ Այո, ժողովուրդը հնարավորություն տվեց տնտեսության մեջ լուրջ ձեռքբերումներ ունեցող Ռոնալդ Ռեյգանին, Ռեյգանոմիկա, որ կոչում էր, նաև արտաքին քաղաքական հարցերում, ասես նրա թիմակիցն Ռեյգանը չի կարող շարունակել, թող շարունակի Ջորջ Բուշ ավագը ընդամենը մի ժամկետով։ Ուրիշ քանի դեպք դուք տենց գիտեք, չեք իմանա։ Այո, եղել է, որ նաև փոխնախագահը դարձել է նախագահ, Ռիչարդ Նիքսոնը 2 ժամկետ հետո դարձել է նախագահ, բայց անմիջապես չի դարձել։ Մեկ էլ Ջո Բայդենը մի ժամկետ հետո դարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ։ Այնպես որ երբ որ իրանք իրար մեջ sense սիրուն ձևով որոշում են, թե ավելի լավ ասես մեծահոգաբար տեղը ծիճենք Ջեյ Դի Վենսին, նախ դեռ պետք է հասկանաք հանրապետական կուսակցությունը պատրաստ է Ջեյ Դի Վենսին առաջադրի, թե չէ, պատրաստ է Դոնալդ Տրամպի վարած քաղաքականությունը շարունակի, թե չէ։ Այն դեպքում, երբ որ Դոնալդ Տրամպը ինստիտուցիոնալ հանրապետական չի, այսինքն նրա այդ ինչ ծրագիրն ու քաղաքականությունն են պատրաստվում շարունակել։ Կարծում եմ, որ հիմա վաղը, որ իրանք սենց գնահատականներ տան, առաջին քայլը կարողա տեսնեն 26 թվականի այս տարվա նոյեմբերի 3-ին, թե ի վերջո իրանց կշիռը ինչքան է։ Եվ այնպես չի, որ կուսակցությունը, այո, եթե դու ունես նախագահ, կուսակցությունը 2-րդ ժամկետ նախագահին առաջադրելու հարցը շատ հեշտ է, բայց եթե դու դեռ փոխնախագահ ես եւ
գնացող ադմինիստրացիային շատ-շատերը քննադատելով եւ այլ պետք է ասեն, որ այս սխալները ինքը արեց, այդ պարագայում փոխնախագահը հանդես գա մեղադրելով Դոնալդ Տրամփին Վենսը այդ կշիռը չունի, որ կարողանա ինքը տարանջատվի եւ ձայն ստանա։ Իսկ ասի շարունակելու եմ Տրամփի քաղաքականությունը, արդյոք որևէ մեկին պետքա 28 թվականին քաղաքականությունը շարունակվի։ Այսքան մանրամասը դրա մասին չէի խոսի, ինչի համար եմ ասում, որովհետեւ այս ձևով պատկերացումներով աշխարհի հարցեր են լուծում։ Մենք պետք է նայենք, չէ՞ թե իրանք ընդհանրապես իրավիճակին տիրապետում են, թե չէ։ Իրանք իրանց երկրում տեսնում են հարցերի լուծումը, որ նոր մտածենք, իսկ ինչ ենք մենք իրանցից ակնկալում։ Մի հատ, ասենք, որոշումը սահմանադրություն փոխելու եւ 2028 թվականին առաջադրվելու այս երկու որոշումները, ինչպես տեսնում եք, այդքան էլ իրանք իրատեսության մոտ չեն։ Դե բնական բանա մենք էլ դրան պետք է մեր ուշադրությունը դարձնենք։ Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցյակուն Չինաստանը բազմիցս նշել է, որ չին-ճապոնական հարաբերությունները լուրջ դժվարություններ են ապրում, դրանց պատճառը Թայվանի եւ ռազմական անվտանգության հարցերում ճապոնական ներկայիս իշխանությունների մի շարք սխալ գործողություններն են։ Դրա պատասխանատվությունը լիովին ընկած է ճապոնական կողմի վրա։ Գո Ցյակունը Տոկիոյին կոչ է արել հարգել Չինաստանի հիմնարար շահերը, դադարեցնել միջամտությունը Չինաստանի ժողովրդական հանրապետության ներքին գործերին եւ պահպանել երկու երկրների միջև կնքված 4 քաղաքական փաստաթղթերի դրույթները։ Նրա խոսքով Ճապոնիան պետք է ուղղի սխալները եւ գործնական քայլերով ցույց տա հարաբերությունները բնականon հուն տեղափոխելու անկեղծ ձգտումը։ Տեսեք, մեծ սպասելիքներ ուներ Դոնալդ Տրամփն էլ, որ գնաց Չինաստան, բայց իրան ակնհայտորեն ցույց տվեց Սի Ցզինպինը, որ իմացի, եթե դու Թայվանի հետ կապված փորձես նրանց աջակցես, զինես, մեր դեմ հանես, խնդիր ենք ունենալու, ոչ մի գլոբալ պայմանավորվածություն մենք չենք ունենա։ Այնպես որ լուրջ սպասելիքներով գնաց Տրամփը, բայց լուրջ սպասելիքներով հետ չեկավ, արդյունքներով հետ չեկավ։ Իսկ Ճապոնիան դաշնակից պետություն է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար եւ նաեւ Թայվանի հետ կապված, ինչպես տեսնում ենք, Չինաստանը սրում է։ Չինաստանը սրելու պարագայում, եթե Ամերիկան Ռուսաստանի հարցը չլուծի, Չինաստանին էլ չի կարող զսպել, Իրանին էլ։ Այդ մշտապես խոսել ենք, հիմա տեսնում եք այս լարվածությունը, որ առաջանում է, նորից դրդում է Միացյալ Նահանգներին մտածել, իսկ դու պատրաստ ես այդ հարցը լուծել, թե ոչ, վճռական քայլերով։ Բարեբախտաբար արդեն քայլերը երևում է, որ լավ էլ անդակույց աջակցում է Ուկրաինային, բայց պետք է ավելի ակտիվ ձևով լինի, անգամ կոնկրետ օրերի ընթացքում ժամանակացույցը ինքը իր առաջ դրել Դոնալդ Տրամփը, չնայած իր դրած ժամանակացույցը բարբերաբար փոխվում է, բայց հուսանք, որ գոնե իր վճռականությունը Ուկրաինայի հետ կապված ի վերջո աշխարհը կկարգավորի։ Ուկրաինական պատերազմի ավարտից հետո կկարողանա նաև մտածի Չինաստանը, Թայվանին աջակցելու ուժը պատումա թե չէ, եւ Իրանին էլ եթե զսպի, մենք վտանգի օջախ չունենանք, դա բխում է մեր շահերից։ Այնպես որ ուշադրությամբ դրանց կհետևենք։ Մի բան ուղղակի Facebook-ը հիշացրեց, որը որ մենք այդ հարցի հետ կապված բարբերաբար անդրադառնում ենք, որ շատ դեպքերում հիմա որոշ ժամանակ անցնում է, նենց են ներկայացնում անցյալը սրբագրում, Եվ այս իշխանությունը ինչ սխալ էլ անի, ձեր անցյալը չի սրբագրվելու դրանից։ Մենք պետք է տեսնենք դուք որտեղից բերեցիք ուր հասանք, չէ՞։ Դրա համար հիմա Սերժ Սարգսյանը Ղարաբաղն ուզում է վաճառել եվրասիական աճուրդով։ Չմոռանանք, որ սա 2014 թվականն է։ 2014 թվականի ԵԱՏՄ ստեղծվելու որոշումը կայացվեց, չէ՞, մայիսի 29-ին։ Օրերս Բաքվում ԵԱԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը մի ուշագրավ հայտարարություն է արել։ Ոչ միայն ուրախ է Հայաստանի Եվրասիական միությանը միանալուն, այլև շատ է ուզում, որ այդ միությանը միանա նաև Ադրբեջանը։ Ըստ Գեղամյանի, Ադրբեջանի միացումով Եվրասիական միությանը Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի ինքնաբերաբար, քանզի այդ խնդիրը կդառնա խիստ պայմանական, ինչպես որ խիստ պայմանական դարձավ Էլզաս եւ Լոթարինգիայի հարցը Ֆրանսիայի եւ Գերմանիայի համար, երբ այդ երկու երկրները համախմբեցին մեկ միասնական եվրոպական միության կազմավորման մեջ։
Հիմա ես բացատրում եմ, դժվար չէ հասկանալ, որ նման պատասխանատու հայտարարությունը այն էլ նման նուրբ հարցի շուրջ ու թշնամու մայրաքաղաքում հնչեցվելիք չէր կարող համաձայնեցված չլինել Սերժ Սարգսյանի հետ, ոնց կասես Շևջան ձևաչափի շրջանակներում։ Բայց երբ մեզանում դիվանագիտությունը փոխարինվել է սերժագիտությամբ, նման պարզունակ քայլը կարող է շատ լուրջ վնաս հասցնել մեզ։ Էլզասը թեպետ ժամանակին պարբերաբար ձեռքից ձեռք է անցել, բայց երկրորդ աշխարհամարտը դեռ չավարտված, այսինքն մինչև Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտի ստորագրումը 1945 թվականի մայիսի 8-ը արդեն անցել էր Ֆրանսիային, իսկ ՄԱԿ-ի կանոնադրությունը ստորագրվել է հունիսի 26-ին, ուժի մեջ մտել 1945 թվականի հոկտեմբերի 24-ին, որն էլ հենց հանդիսանում է Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման օր, իսկ Ֆրանսիան որպես հիմնադիր անդամ ՄԱԿ-ին անդամակցել է Էլզասի հետ միասին։ Իսկ մեր պարագայում ոչ աշխարհն է ճանաչել Արցախը որպես անկախ պետություն կամ Հայաստանի մաս, ոչ անգամ Հայաստանը, իսկ իշխանությունները համաձայնվել են մտնել ԵԱՏՄ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն առանց Արցախի։ Ուստի եթե Ադրբեջանը ցանկություն հայտնի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, կարող է օգտվել Էլզասի հետ մեր իշխանությունների այս անզգույշ համեմատությունից, որ կմիանա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, որում ներառված է նաև Արցախը, ու մեր Էլզասն էլ կլինի բոլորինս ուղղակի Ադրբեջանի կազմում, մեր Էլզասը ճակերտների մեջ, այսինքն մեր Արցախը, ինչ հիմքով ենք մերժելու Ադրբեջանին, որ Էլզասը լինի նրա կազմում, եթե այդպես գեղեցիկ նկարագրում ենք, որ ԵԱՏՄ-ին երկուսից միանալու դեպքում Արցախն արդեն կռվախնձոր չի հանդիսանա եւ այլևս էական չի լինի, թե վարչական առումով ում կազմում է։ Փաստորեն Սերժ Սարգսյանը Գեղամյանի միջոցով ասում է այն, ինչ կուզենային ասել ռուսները, բայց հարմար չեն գտնում իրենց կողմից հնչեցնել, քանի որ Ռուսաստանը հանդիսանում է Ղարաբաղի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, եւ աշխարհը կարող է ճիշտ չհասկանալ, որ նա կարգավորման այլ տարբերակ է փորձում պարտադրել հակամարտող կողմերին, իսկ սեփական շահով պայմանավորված։ Սարգսյանը ցույց է տալիս, որ արգելակներ չունի եւ պատրաստ է եվրասիական եղանակով աճուրդի հանել Ղարաբաղը։ Շատ ժամանակ չի մնացել, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ Հայաստանի ու Արցախի կորուստի գինը ընդամենը Սերժ Սարգսյանի տակի աթոռն է, որը պահպանելու համար նա ոչինչի առաջ կանգ չի առնի, եթե մենք չկարողանանք հնարավորինս արագ գործող նախագահին հեռացնել այդ աթոռից։ Այո, 14 թվականին շատ դուրս պայքարում էինք նրա դեմ, փողոց էինք դուրս եկել, շարժումներ ստեղծել, բայց Սերժ Սարգսյանին միացավ Նիկոլ Փաշինյանը, ասեց «Ձեր կեղծ օրակարգ կա, պետք է սահմանադրությունը փոխվի» եւ այն ինչ որ տեղի ունեցավ, էս էլ անունը դրեցին հեղափոխություն։ Իսկ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքը մինչև հիմա վայելում ենք ոչ միայն իր վարած սխալների, այլ նաեւ այդ սխալների շարունակության տեսքով։ Դե ինչ այսօր այսքանը, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։